Բարի լույս սիրելիներս, տեսնենք, թե ինչպես պետք է ապրի քրիստոնյան իր կյանքը։ Իսկ մենք սիրելիներ, մեր անձերը կառուցենք հավատի սրբությամբ, աղոթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծո սիրով, սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը հավիտենական կյանքի համար։ Եթե նախորդ համարի մեջ Հուդարայքալը մեզ ցույց տվեց, թե անհոգի մարդիկ ինչպես են վարվում, մարդկանց իրարից բաժանելով եւ գժտության մեջ գցելով, ապա ցույց է տալիս, թե քրիստոնյան ինչպես պետք է ապրի, որպեսզի մեկ ընտանիք լինի Աստծո համար։ Առաջինն ասում է, մեր անձերը կառուցենք Աստծո սրբությամբ։ Եթե մենք սիրելիներ կարողանանք մեր հավատքը ճիշտ պահել, ամուր մնալ այդ հավատքի մեջ, մեզ ոչ ոք չի կարող այդ հավատքից շեղել։ Եվ ինչպես Պողոս Արաքյալն է ասում, մեզ ոչ հրեշտակները, ոչ ջուրը, ոչ կրակը, ոչ սուրը այս հավատքից չեն կարող հեռացնել։ Ինչու՞, որովհետև այդ հավատքը մեզ տրված է Աստծուց Հիսուս Քրիստոսին հայտնելով մեզ։ Հիսուս Քրիստոս առաքյալներին, առաքյալները եկեղեցուն, իսկ եկեղեցին մեզ։ Այս հավատքը, որ գալիս է Աստծուց շարունակաբար փոխանցվում է մեզ, մենք հավատքը պիտի կարողանանք սրբությամբ պահել։ Որը որ մի փոքր զիջում արեցինք, հանդուրժեցինք, հաշտվեցինք սխալ ուսուցման մեջ, մենք անպայման այդ հավատքից պիտի հեռանանք։ Երկրորդ ասում է, աղոթենք Սուրբ Հոգով։ Յուրաքանչյուր քրիստոնյա կյանք պետք է լինի աղոթքի կյանք, եւ Սուրբ Հոգով լեցուն աղոթքի կյանք պիտի լինի, որովհետեւ աղոթքը մեծագույն պարգևն է տված մարդուն, որ զրույց է Աստծո հետ, բայց այդ զրույցի մեջ ոչ թե դու քո կարիքները պետք է ներկայացնես, խնդրես Աստծուն, այլ հակառակ պիտի խնդրես, թե որն է Աստծո կամքը, որպեսզի հասկանաս, որովհետեւ Հոգին է լսում եւ բարեխոսում Աստծո առջեւ, Հոգին է քեզ առաջնորդում դեպի փրկություն։ Երրորդ ասում եմ, մենք պետք է մնանք Աստծո սիրո մեջ։ Շատ կարևոր է այդ սիրո մեջ ապրելը, սիրելիներ, որովհետև երբ որ մենք մնանք Աստծո սիրո մեջ, մենք կհասկանանք նաև մեր կյանքի նպատակը, թե որն է։ Այդ սիրով պարուրված եւ ջերմացած լինել նշանակում է Աստծուն ամեն օր քո կյանքի մեջ ունենալ, Աստծո սիրով նայել ամեն գործի, ամեն ճամփորդության, ամեն օրը մեր լցնել այդ սիրով եւ այդ սիրո մեջ հարատև մնալ։ Եվ Հիսուս ասում է. մնացեք իմ սիրո մեջ եւ վերջապես սпасել հավիտենական կյանքի ողորմությանը։ Մեր յուրաքանչյուր զոհաբերության, զոհողության, պահեցողության, աղոթքի, տանջանքի, նվիրումի համար ամենամեծ պարգևն ենք ստանալու հավիտենական կյանքը։ Եթե մենք մինչև էջ համբերեցինք, անպայման պիտի փրկվենք։ Հիսուս ասում է, որ երբ որ ժամանակները չարանան, ամեն բան աշխարհի մեջ փոխվի դեպի չարը, դեպի ատելությունը, շատ շատերի սերն էլ պիտի ցամաքի, բայց նրանք, ովքեր մինչև վերջ համբերեն, անպայման պիտի փրկվեն։ Ուրեմն այսպես պետք է քրիստոնյան տարբերվի իր կենցաղով կյանքով նրանցից, ովքեր հոգի չունեն եւ քանդում են յուրաքանչյուր մարդու կյանք։